Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում է Առավոտի ջրբաժան նախագիծը, մենք խոսում ենք բարեփոխումների եւ արդիականության մասին։ Եվ այժմ Առավոտի զրուցակիցն է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Շնորհակալություն Վարդան։ Շնորհակալ եմ հրավերի։ Մենք կարող ենք ասել, որ Հայաստանում ինչ-ինչ իրավական կամ սահմանադրական նորմեր կան, որոնք հնացել են եւ կարիք ունեն փոփոխության։ Ես կասեի, որ խոսքը նորմերի հնացման մասին չէ, այլ նորմերի տոտալ ոտնահարման մասին է։ Այսինքն ֆորմալ առումով մենք ունենք 2015 թվականի բարեփոխված սահմանադրությունը, ունենք օրենսդրական բազմաթիվ ակտեր, բայց առնվազն 2020 թվականից սկսած, եթե ոչ ավելի շուտ, այդ նորմերը կոպտագույն ձևով ոտնահարվում են։ Հետևաբար Հայաստանում իրավակարգը չի գործում այնպես, ինչպես դա նախատեսված է երկրի մայր օրենքով։ 20 թվականը ես շեշտում եմ այն պատճառով, որ 20 թվականին տեղի ունեցավ սահմանադրության ճակերտավոր փոփոխություն, ես դա միշտ անվանել եմ սահմանադրության հակասահմանադրական փոփոխություն, որով գլխատվեց սահմանադրական դատարանը, որով ազգային ժողովը չունենալով նման լիազորություն փոխեց սահմանադրությունը, հեռացրեց սահմանադրական դատարանի 3 անդամների, հեռացրեց սահմանադրական դատարանի օրինական կերպով ընտրված սահմանադրական դատարանի նախագահին եւ ըստ էության դրանից հետո սահմանադրության գերագույն պաշտպանը սահմանադրական դատարանը վերածվեց մի գրպանային խամաճիկ կառույցի, որը վավերացնում է այն ամենը, ինչ կատարում է փոքրիկ բռնապետը։ Եվ հետևաբար նման պարագայում ասել, որ իրավական նորմերը գործում են, թե չեն գործում, իսկապես դարձել է արդեն հռետորական, որովհետև սահմանադրությունը, որպեսզի պահպանվի, բացի նրանից, որ թղթի վրա պետք է գրված լինի այնպիսի սահմանադրություն, որը իրավական պետություն է սահմանում, որը ժողովրդավարական սկզբունքներ է սահմանում, որը զսպումների հակակշիռների մեխանիզմ է սահմանում, այդ սահմանադրությունը պետք է նաև կատարվի եւ առաջին հերթին պետք է կատարվի մարդկանց կողմից։ Եվ եթե այդ զսպումները, հավասարակշռումները ընդհանրապես արհամարվում են երկրի քաղաքական իշխանության կողմից, տվյալ դեպքում եւ գործադրի եւ օրենսդրի կողմից, այդ դեպքում խոսել նորմերի գործողության մասին պարզապես դառնում է ավելորդ։ Մենք հիմա ունենք սահմանադրական կարգ, մեկ բառով։ Այնուամենայնիվ մենք դրանք անդրադառնանք, խոսենք օրենսդրությունը բարեփոխելու մասին։ Ես մի օրինակ բերեմ, որը ինձ ավելի մատչելի է, հա։ Այո։ 2003 թվականին ընդունվել է մամուլի մասին օրենք։ Այո։ Այնուհետև բազմիցս փոփոխվել է եւ իդեպ 2018 թվականից դեպի վատը, դեպի հակադեմոկրատականը։ Բոլոր դեպքերում adekvat չէ այդ օրենքը ներկա իրավիճակին, որովհետեւ շատ արագ փոխվում է կյանքը, հա։ Այո։ Տեսեք, ուրեմն նույնիսկ սահմանադրությունը, բայց առաջին հերթին ընթացիկ օրենքները միշտ կարիք ունեն ադապտացիայի։ Աշխարհը փոփոխվում է, բնագավառներում միշտ տեղաշարժեր փոփոխություններ են տեղի ունենում եւ հետեւաբար օրենքը կարգավորելուց բացի պետք է նաեւ նայի ապագային եւ համահունչ լինի այն տենդենսներին, որոնք արկա են այս կամ այն բնագավառում։ Հիմա դուք նշեցիք ԶԼՄ-ների բնագավառը, դա ամենաբուրըն զարգացում ապրող բնագավառն է, որովհետև երբ որ 2003 թվականին ընդունվում էր այդ օրենքը, դեռևս ինտերնետին հասանելիությունը շատ փոքր էր, տեղեկատվական տեխնոլոգիաները չէին բնականաբար հասել այն մակարդակին եւ այլն, դրան ավելացան սոցցանցերը, բազմաթիվ եւ հաղորդակցության համար գլխավոր միջոցները ըստ էության դրանք դարձան։ Այսօր նյութական կրիչի վրա թերթը, ես չգիտեմ, ես վաղուց չեմ տեսել այդ թերթերը։ Պատկերացրեք առավոտը լույս առածնում։ Առաջ մենք կրպակում գնում էինք առավոտ, գնում էինք թերթեր, ազգ եւ այլն, տեղեկանում էինք։ Հիմա դա չկա եւ բնականաբար ԶԼՄ-ների մասին օրենքը ակնհայտորեն փոփոխությունների կարիք ունի, բայց դա նորից եմ կրկնում, օրինակներից միայն մեկն է։ Իհարկե, պարզապես ինձ համար հասկանալի է։ Գիտեք ինչի համար եմ ասում։ Եթե փոխի ներկայիս
քպայական ուրեմն ազգային ժողովը եթե փոխի, նրանք ենթադրեն կգրեն ԶԼՄ-ն չպիտի արտահայտի օտար երկրյա շահերը, հա, եւ դրա տակ կարող են մտցնել ցանկացած իրենց դուր չեկող ցանկացած հրապարակում։ Դա էլի իմ բնագավառից եմ բերում, բայց ցանկացած բնագավառին կարելի է նույնը ասել, չէ՞։ Միանշանակ այդպես է, որովհետեւ ԿՊ-ի համար, ԿՊ-ական վերնախավի համար եւ իրենց պարագլխի համար գոյություն չունի սահմանադրություն, իսկ սահմանադրությունը առաջին հերթին սահմաններ դնող հիմնական օրենքն է։ Այդ սահմանները իրենց համար գոյություն չունեն, առաջին եւ երկրորդը, եթե մատնանշում ես ինչ որ մի կոնկրետ հոդված, որը որ շատ կոնկրետ ասում է, որ դուք սրա իրավունքը չունեք, իրենք ասում են, որ դա մեր համար կարևոր չէ, կան այլ նպատակներ, այլ ուրեմն խնդիրներ, որոնք որ մենք մեր առջև ենք դրել եւ եթե անհրաժեշտ է, մենք կփոխենք այդ սահմանադրությունը։ Վառ օրինակը ասում են, եթե խաղաղության պայմանագիրը պարզվի, որ չի համապատասխանում սահմանադրությանը, մենք ինչ կանենք։ Նորմալ պարագայում պետք է իհարկե այդ խաղաղության պայմանագիրը վերաբանակցել եւ այլն համապատասխանեցնել, ենք ասում են մենք կընդունենք նոր սահմանադրություն։ Ես հիշեցի Հեգելի բառերը, ասում է եթե իմ տեսությանը փաստերը հակասում են, ավելի վառ փաստերի փաստերն են մեղավոր, ոչ թե իմ տեսությունը։ Բուն սահմանադրության մասին մեզ պետք է նոր սահմանադրություն, եթե ոչ պետք են սահմանադրական փոփոխություններ ընդհանրապես։ Մեզ նոր սահմանադրություն հաստատապես պետք չէ, այդ գաղափարը, որը որ Փաշինյանը մտցրել է բնականաբար լիովին այլ նպատակներ է հետապնդում, հիմա իրենք դա չեն թաքցնում, սկզբում դա թաքնված էր, բայց բազմաթիվ վերլուծաբաններ, սահմանադրագետներ, քաղաքագետներ պնդում էին, որ սահմանադրության փոփոխությունը արժեքային փոփոխություն է լինելու, այսինքն այն նոր սահմանադրությունը, որի մասին խոսում է Փաշինյանը, դա վերաբերելու է նրան, որ մենք զրկվելու ենք մեր ազգային ինքնության հենասյուներից։ Խոսքը գնում է եւ անկախության հռչակագրի մասին, անկախության հռչակագրում ամրագրված համազգային նպատակներից հրաժարվելու մասին, խոսքը գնում է հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելության ժխտումից, խոսքը գնում է այն մասին, որ պատմական ինչ որ արմատներին դիմելը, պատմական հիշողությունը պահպանելը, ցեղասպանությունը հիշատակելը, ցեղասպանության միջազգային ճանաչմանը ուրեմն մասնակցելը, ընդհանրապես այսօրվա իրական ճակերտների մեջ Հայաստանի օրակարգում գոյություն չպետք է ունենան, մենք պետք է ունենանք մի Հայաստան, որը որ համապատասխանում է Փաշինյանի պատկերացումներին։ Այսինքն նոր սահմանադրության կարիք բնականաբար չկա, եթե մենք ուզում ենք մնալ որպես ազգ, մնալ որպես հայ ժողովուրդ, մենք պետք է մեր արմատների վրա հենված մնալով փորձենք զարգանալ։ Եթե մենք դա կտրում ենք եւ մեր սահմանադրությունից հանում ենք այդ ամենը, այսպես կոչված նոր սահմանադրության մեջ, ապա մենք ապագա չունեցող ազգ ենք։ Հիմա ինչ վերաբերում է բարեփոխումներին։ Սահմանադրությունը մի փաստաթուղթ է, մենք մեր զրույցի հենց ամենասկզբում ասացինք, որ նույնիսկ սահմանադրություններն են փոփոխվում եւ կարիք ունեն փոփոխության։ Սահմանադրությունը մի փաստաթուղթ է, որը որ պետք է նորից համապատասխանի փոփոխվող կյանքի պայմաններին։ Իհարկե, իր փոփոխության ռիթմը շատ ավելի դանդաղ է, քան ընթացիկ օրենքներինը։ Եվ պետք է շատ դժվար լինի։ Այո, եւ պետք է շատ դժվար լինի։ Եվ մեր սահմանադրությունը բավականին բարդ մեխանիզմներ է նախատեսել։ Տեսեք, սահմանադրությունը երկու տեսակի փոփոխությունների մեխանիզմ է նախատեսել։ Ուրեմն կան արժեքներ, որոնք ընդհանրապես անփոփոխելի են։ Սա մի կողմ թողենք։ Սահմանադրության առաջին 3 հոդվածները անփոփոխելի են։ Եթե դու ինքնիշխան պետություն ես եւ ուզում ես մնալ ինքնիշխան պետություն, դու այդ դրույթը չպետք է փոխես։ Նույնը վերաբերում է ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետությանը, ժողովրդավարության մեխանիզմներին, որոնք որ երկրորդ հոդվածում են ամրագրված, եւ մարդուն որպես բարձրագույն արժեք։ Այդ 3 հոդվածները ընդհանրապես փոփոխության ենթակա չեն։ Փոփոխության ենթակա չի նաեւ նախաբանը։ Եվ դա է պատճառը, իդեպ, որ Փաշինյանը խոսում է նոր սահմանադրության մասին, որովհետև ինքը չի կարող նախաբանը փոխել ոչ ազգային ժողովով, ոչ հանրաքվեի միջոցով։ Ինքը պետք է ընդունի նոր սահմանադրություն հանրաքվեի միջոցով, որպեսզի ձեռքազատվի այն նախաբանից, որը ըստ իրեն խանգարում է Հայաստանի զարգացմանը։ Հայաստանի անկախության հռչակագիրը, մեր երկրի պետականության հենասյունը, նա փորձում է հանել սահմանադրությունից, դրա համար իրեն պետք է նոր սահմանադրություն։ Ուրեմն, բացի այդ 3 չփոփոխվող հոդվածներից, մնացած բոլոր հոդվածները
վերապահումով 16-րդ գլխի վերաբերյալ ես կխոսեմ, դրանք ենթակային փոփոխության, բայց ենթակային փոփոխության երկու տարբեր մոդուսներով։ Առաջին մոդուսը դա հանրաքվեի մեխանիզմն է։ Այսինքն սահմանադրության բոլոր այն կարևորագույն հոդվածները, որոնք սահմանադիրը համարել է կարևորագույն, ամրագրել է, որ դրանք կարող են փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով, այսինքն բավարար չէ, որ ազգային ժողովը որակյալ մեծամասնությամբ, 2/3 մեծամասնությամբ, падգամավորների ընդհանուր թվի 2/3-ով փոփոխության ենթարկի այս կամ այն դրույթը սահմանադրության։ Օրինակ դատական իշխանության վերաբերյալ գլուխը, հա, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նախազգային ժողովը 2/3-ով համաձայնության գա փոփոխության տեքստի վերաբերյալ, հետո այդ փոփոխության տեքստը պետք է դրվի հանրաքվեի։ Բայց սահմանադրությունում կա նաև փոփոխվող հոդվածների մեկ այլ բլոկ, որը սահմանադիրը նախատեսել է, որ թույլատրելի է, որպեսզի ազգային ժողովը ինքը փոփոխի։ Էլի նորից եթե կա այդ 2/3-ը, եւ այդ 2/3-ով փոփոխություններ են իրականացվում։ Ներեցեք, ինչ որ 20 թվականին տեղի ունեցավ, դա որ բլոկն էր։ Հիմա տեսեք, ես դրա համար ասացի վերապահումով 16-րդ գլխի հետ կապված։ Ուրեմն 16-րդ գլուխը սահմանադրության անցումային եւ եզրափակիչ դրույթներն են։ Այդ գլխի իմաստը նրանում է, որ ինքը մեկ անգամյա օգտագործման համար է, ասենք գրվում է, որ սահմանադրությունը կամ ասենք հանրապետության նախագահը իր լիազորությունները ստանձնում է այսինչ ժամկետից, կամ հին գործող ինչ որ մի կառույցի լիազորությունները ավարտվում են այսինչ թվականին եւ այլն, հա։ Հիմա այդ հոդվածները ընդհանրապես փոփոխության ենթակա չեն, դրանք մեկ անգամյա օգտագործման են։ Եվ ինչ արեց ԿՊ-ն 2020 թվականին։ Իրենց պետք էր, որպեսզի սահմանադրական դատարանը գլխատվի, որովհետև սահմանադրական դատարանը կարող էր իրենց այսօրվա ապօրինությունների համար բավականին մեծ խոչընդոտ հանդիսանալ։ Ինչ արեցին, ասացին, որ մենք փոխում ենք 16-րդ գլխի այն դրույթը, որը վերաբերում է սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարմանը, այսինքն նախկինում ընտրված դատավորների պաշտոնավարմանը, ասացին, որ մենք այդ հոդվածը փոփոխում ենք եւ քանի որ այնտեղ կան դատավորներ, որոնք որ 12 տարուց ավելի են պաշտոնավարել, մենք իրենց լիազորությունները պարզապես դադարեցնում ենք։ Ինչը անօրինական էր։ Ինչը բնականաբար անօրինական էր, որովհետեւ դա չէր կարող ընդհանրապես փոփոխության ենթարկվել, հա, բայց իրենք փոփոխեցին։ Բացի այդ, դա վերաբերում էր այնուամենայնիվ դատական իշխանության անկախությանը։ Դատական իշխանությանը նվիրված գլուխը ընդհանրապես չի կարող փոփոխվել միայն ազգային ժողովի միջոցով։ Առնվազն հանրաքվե է պետք դրա համար անցկացնել։ Բայց մենք տեսանք, որ ուրեմն փոփոխությունը տեղի է ունեցել հունիսի 22-ին, մի քանի ժամվա ընթացքում երկու ընթերցումով ընդունվել է այդ օրինագիծը եւ դարձել է սահմանադրության ուրեմն փոփոխություն, ներկայացվել է ուրբաթ օրը, որևէ հանձնաժողովում չի էլ քննարկվել, այնինչ ցանկացած սահմանադրության փոփոխություն բնականաբար պետք է լայն քննարկման առարկա լինի, սկսած հանրության միջից վերջացրած մասնագիտական կառույցներով։ Ուրբաթ օրը ներկայացրել ենք նախագիծ, երկուշաբթի օրը փոխել ենք սահմանադրությունը եւ ահա մենք ունենք սահմանադրական դատարան։ Սա է ցավոք սրտի իրենց գործելակերպը։ Հիմա ձեր բուն հարցին անդրադառնալով, կան արդյոք հոդվածներ, որոնք կարիք ունեն փոփոխության։ Ես կարծում եմ, որ կան։ Երբ որ ես ներկայացնում էի 2015 թվականին ազգային ժողովում այդ սահմանադրության նախագիծը, ես այն ժամանակ էլ շեշտել եմ, որ անսխալ ու անթերի սահմանադրություններ գոյություն չունեն, եւ մեր այս նախագիծն էլ անսխալ ու անթերի չէ։ Բայց խոսքը թեթև փոքր շտկումների մասին էր 2015 թվականին, շատ չեմ ասի, բայց որոշ բաներ կային այդ նախագծում, որոնք որ իմ սրտով էլ չէին, եւ ես չէի ուզենա, որ այդպես ընդունվեր, հա, բայց դա չէր կարևորը։ Սահմանադրությունը ուներ հստակ ուղենիշներ եւ այդ ուղենիշները իմ կարծիքով ամբողջությամբ համապատասխանում էին երկրի ապագայի, երկրի զարգացման համար ուղենիշներին։ 2020 թվականի այդ փոփոխություններից հետո եւ տեսնելով թե ինչ ապօրինություններ է գործում իշխանությունը, ես հիմա կարծում եմ, որ ամենաառանցքայինը, որ մեր սահմանադրությունում պետք է փոփոխվի, դա դատական իշխանության մասին գլուխն է։
Դատական իշխանությունը, դատախազությունը, քննչական մարմինները։ Որովհետև տեսեք, սահմանադրությունը գործում է մարդկանց միջոցով, եւ եթե քաղաքական իշխանությունները, իսկ դրանք օրենսդիր եւ գործադիր իշխանություններ են, միաձուլված են, ունեն հսկայական մեծամասնություն, պարլամենտում 2/3 մեծամասնություն, իրենք գործում են որպես մեկ բլոկ։ Այդ մեկ բլոկի դեմ ռեալ միակ հակակշիռը կարող է լինել դատական իշխանությունը, բայց մենք տեսնում ենք, որ դատական իշխանությունն էլ է ամբողջությամբ ճկվել գործադիրի ճնշման ներքո, դատախազությունը ընդհանրապես դարձել է վարչապետի օգնական մի օժանդակ կառույց, քննչական մարմինները աչքերը փակ կատարում են ապօրինություններ, նկատում են ինչ որ հանցագործության տարեր ընդդիմադիր գործիչների, հասարակական քաղաքական գործիչների ելույթներում, բայց իրենք չեն տեսնում, որ գործադիր իշխանության ղեկավարը գրեթե ամեն օր ապօրինություններով է զբաղված։ Եվ ես կարծում եմ, որ մեր սահմանադրության առանցքային թերությունը այս հարցում նրանում է, որ մենք այնուամենայնիվ չենք կարողացրել կտրել այն պորտալները, որը գործադիրին կապում է դատական իշխանության հետ։ Տեսեք, երբ որ մենք դա ընդունում էինք, այնուամենայնիվ 2015 թվականի սահմանադրությունում մենք մաքսիմալ կերպով մեր այն ժամանակվա պատկերացումներով եմ ես ասում, մաքսիմալ կերպով փորձել էինք այդ ազդեցությունը փոքրացնել, որովհետև մենք դատավորների ընտրության համար նախատեսել էինք որակյալ մեծամասնություն, 3/5 մեծամասնություն եւ այլն, եւ ոչ մեկը չէր մտածում, որ մենք ունենալու ենք մի պարլամենտ, որտեղ ուրեմն կառավարող ուժը ունենալու է 2/3 սահմանադրական մեծամասնություն, եւ նման բան մեր մոտ չէր եղել երբևէ մեր անկախ Հայաստանի պատմության մեջ։ Հիմա երբ որ մենք ունենք այս իրավիճակը, ես կարծում եմ, որ եթե Հայաստանը ապրելու է որպես անկախ երկիր ու ժողովրդավարական երկիր, եթե շատ սարսափելի է։ Ես կարծում եմ, որ մենք իսկապես եթեների առաջ ենք կանգնած այս տարում եւ Հայաստանին ճակատագրական ընտրություններ են սպասում։ Բայց շեղվեմ դրանից, միգուցե դրան առիթ կունենանք այսօր կամ հետագայում խոսել դրա մասին, ուրեմն ես կարծում եմ, որ եթե մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը լինի անկախ ու ժողովրդավարական երկիր, պետք է հնարավորինս քաղաքական իշխանության ազդեցությունը դատական համակարգի ձևավորման վրա հասցնենք նվազագույնի, զրոյականի։ Կան տարբեր տարբերակներ, եւ այդ տարբերակները ոչ տրիվիալ տարբերակներ են եւ աշխարհում գրեթե չփորձարկված են, որովհետեւ նորմալ մոտեցումը ամբողջ աշխարհում անկախ կառավարման ձևից լինի նախագահական, լինի պարլամենտական, թե կիսանախագահական հետեւյալն է, որ ազգային ժողովը, կառավարությունը եւ հանրապետության նախագահը մասնակցություն են ունենում դատավորների նշանակման հարցում։ Ամերիկայում նախագահն է առաջադրում, ասենք, հա, նախագահին եւ այլն։ Մեր մոտ մենք ցավոք սրտի, նույն ասենք սահմանադրական դատարանի պարագայում հնարավորություն ենք տվել, որ կառավարությունը առաջարկի 3 դատավորի թեկնածու։ Իմ կարծիքով դա ավելորդ շքեղություն է եւ որpիսի մենք կարողանանք ապահովել դատավորի նշանակման եւ հետագա պաշտոնավարման անխոչնդոտ գործընթացը, անկաշկադ գործընթացը եւ չենթարկվել է գործադիր իշխանության ուրեմն ճնշումներին, մենք ի սկզբանե պետք է այդ հնարավորությունները բացառենք։ Մասնավորապես շատ կարևոր է, որ եթե մենք պահպանում ենք այսօրվա ուրեմն սահմանադրությամբ նախատեսված նախագահի անաչառ կուսակցական դիրքը սահմանադրության մեջ, մենք ընդհանրապես ոչ կառավարությանը, ոչ պարլամենտական մեծամասնությանը նման հնարավորություն չտանք, որ իրենք ընտրեն դատավորների։ Եվ քանի որ վարչապետի եւ նախագահի լիազորությունների ժամկետները միշտ տարբերվում են, միշտ տարբեր են լինելու, բացառիկ դեպքերում կարող են նույն տարում նույն քաղաքական ուժը ունենա նույն ուրեմն մեծամասնությունը, պետք է հանրապետության նախագահին նման հնարավորություն տալ նշանակելու, բայց նախագահն էլ գործի տարբեր պրոֆեսիոնալ կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա, իրենց առաջադրած թեկնածուներից, որոնք որ կանցնեն հանրային, այսպես ասած, մոնիտորինգի, հանրային ուրեմն դիտարկումների, մշտադիտարկումների ուրեմն ցանցով ու
ենթադրաբար կառաջադրվեն առավել պրոֆեսիոնալ, առավել անաչառ մարդիկ, որոնք որ կարող են դատական իշխանություն իրականացնել։ Ես վստահ չեմ, որ իմ ասածը ընդունվելու է նաև իշխանափոխությունից հետո համապատասխան ուժերի կողմից, որովհետև մենք ամբողջ աշխարհում տեսնում ենք, որ նաև դատական իշխանությունն է շատ դեպքերում նույնիսկ երկար ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում, այսպես ասած, մի քիչ առաջ վազում եւ ընդունում այնպիսի որոշումներ, որոնք որ հաճո են օրվա իշխանությանը։ Դա միայն սահմանադրության փոփոխության խնդիր չէ, բայց ես այդ խնդիրը տեսնում եմ շատ հստակորեն, միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ դա մեր հասարակության քաղաքական հասունացման հետ կապված խնդրեմ է։ Այդ քաղաքական հասունացումը վերաբերում է եւ սովորական ընտրողին, եւ այսպես կոչված քաղաքական էլիտային, եւ բնականաբար վերաբերում է նաեւ դատավորներին։ Մենք այսօր ունենք միայն հատուկեն դատավորներ, որոնք մինչեւ հիմա իրենց անկախ են պահել։ Ցավոք սրտի միայն հատուկեն։ Դուք ասացիք նախագահը Վարդան, իսկ եթե նախագահը ԿՊԱ-ականներից ավելի ԿՊԱ-ական է, կամ հաջորդ իշխանության ժամանակ ինչ որ X կուսակցության խոսնակն է լինելու։ Տեսեք, նախագահին ես պատահաբար չնշեցի։ Ինքը այսօր ԿՊԱ-ական մեծամասնության դրածոն է։ Մենք շատ հաճախ ընդհանրապես մոռանում ենք, որ մենք ունենք հանրապետության նախագահ։ Իսկ երբեմն նա գովում է Փաշինյանին, այսպես ասած, մեծարում է նրան։ Դե բա ինչ պետք է անի։ Իրեն ընտրել է այդ մեծամասնությունը եւ այսպես ասենք, եթե պարլամենտում կա այդքան մեծամասնություն, պարլամենտով հանրապետության նախագահին ընտրելու պարագայում իհարկե անձերից էլ է կախված, բայց ակնհայտ է, որ նման ընտրության պարագայում ընտրվելու է մի անձնավորություն, որը առավել ուրեմն հակված է կատարելու այդ մեծամասնության քաղաքական կամքը։ Հիմա մենք ունենք այդպիսի իրավիճակ։ Իրականում ցանկացած պարլամենտական երկրում հանրապետության նախագահը ընտրվում է պարլամենտի ու պլյուս կարող է մի փոքր ավելի մեծ կոլեգիա լինի նրա կողմից։ Իսկ այն քվորումները, որոնք մեր այսօրվա սահմանադրությունում են, ընդհանրապես գրոտեսկային են եւ այդտեղ ցավոք սրտի այն ժամանակվա քաղաքական իշխող ուժը, հանրապետական կուսակցությունը շատ ընդառաջ գնաց օրինաց երկրի պահանջներին եւ այնպիսի քվորումներ նախատեսեց, որոնք որ իրականում չեն էլ կարող լինել։ 3/4 մեծամասնություն, հետո 2/3 մեծամասնություն, հետո պարզ մեծամասնություն եւ այլն, այսինքն այդ մասով մեր սահմանադրությունը իսկապես շտկման կարիք ունի, բայց դա չի հիմնականը։ Նորից եմ կրկնում, սահմանադրության մեջ, որպեսզի սահմանադրությունը առավելագույնս արդյունավետ գործի, անհրաժեշտ է, որպեսզի դատական իշխանությունը իսկապես լինի անկախ, որ կարողանա ցանկացած այդ նկրտումներին օրենսդրի եւ գործադրի կողմից հանդիսանա զսպաշապիկ պատվար այդ ամենը արգելելու, չթույլատրելու առումով։ Ես տալիս եմ այդ հարցը իրավաբաններին, ձեզ էլ եմ ուզում։ Սահմանադրության մեջ կա ինչ որ եկեղեցու եւ պետության հարաբերությունների, ուրեմն այդ դրույթում կա ինչ որ բան, որը կարելի է տարբեր ձևով մեկնաբանել։ Գուցե պետք է գրել, որ վարչապետը իրավունք չունի որոշելու թե ում կարգալույց անել, ում չի կարելի կարգալույց, որոշելու թե ով է կաթողիկոսը, ով է թեմի առաջնորդը, եւ դատարանը նույնպես դրա իրավունքը չունի։ Գուցե այդպիսի բան ավելի պարզ տեքստով գրվեր, որ այսպիսի մեկնաբանություններ չլինեին։ Իրեք ես հասկանում եմ, թե ինչու եք այդ հարցը տալիս եւ ոչ միայն ինձ եք տվել, բայց մյուս կողմից իրավագիտությունը այդքան բարձունակ գիտություն կամ հասարակական բնագավառական մոտեցում, որ մենք կարողանանք ցանկացած անոմալիայի դեմը առնել նման դրույթներով։ Մեր սահմանադրությունը այդ առումով շատ հստակ է։ Ով որ այսպես ասենք գրաճանաչ մարդկանցից որևէ մեկը, եթե կարդա սահմանության 17 եւ 18-րդ հոդվածները, ինքը միանգամից պետք է գային եզրահանգման, որ որևէ պաշտոնատար անձ, լինի դա գործադիրից, լինի դա օրենսդրից, լինի դա դատավոր եւ այլն իրավունք չունի միջամտել որևէ կրոնական կազմակերպության գործերին, իրենց ներքին ինքնավարությանը։ Սահմանության 17-րդ հոդվածը ասում է, որ պետությունը եւ կրոնական կազմակերպությունները միմյանցից անջատ են,
Սահմանադրության կրոնական ազատության վերաբերյալ հիմնական իրավունքին վերաբերող հոդվածը ասում է, որ կրոնական կազմակերպությունները ունեն ինքնավարություն, իսկ ինչ վերաբերում է մեր ազգային եկեղեցուն, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, ապա մենք ունենք հատուկ հստակ 18-րդ հոդված, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը, իսկ դրա մեջ մտնում են իշխանության բոլոր 3 ճյուղերը, բոլոր պաշտոնատար անձինք, ճանաչում է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը մեր երկրի հոգևոր կյանքում, որպես ազգային եկեղեցու։ Այդ ճանաչելը նշանակում է, որ դու ընդհանրապես որևէ ձևով իրավունք չունես միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Էլուր մնաց, որ դու հանկարծ ասես, որ այսինչ պատարագի ժամանակ հայրապետի անունը դու չպետք է հնչեցնես, հարգելի հոգևորական ոստիկաններով ԱԱՑ-ով գնաս մտնես պատարագի վայր եւ այլն, այսինքն այն ամենը ինչ որ տեղի ունենում այսօր կապված մեր ազգային եկեղեցու հետ կապված, շատ պարզ ձևով նաև ցույց է տալիս, թե որտեղ են իրավունքի սահմանները, որտեղ է սահմանադրության սահմանը, որտեղ կարող է սահմանադրությունը իսկապես կանգնեցնել իշխանությանը։ Մենք տեսնում ենք, որ միայն սահմանադրության արկայությունը, ինչքան էլ որ հստակ լինեին այդ դրույթները, նույնիսկ եթե ձեր ասածը գրված լիներ սահմանադրության մեջ, վստահ եղեք, որ Փաշինյանը գտնելու էր մեկ այլ պատրվակ ասելու համար, բայց ես դրա իրավունքը ունեմ, որովհետև ինձ ժողովուրդը քվե է տվել։ Ամենապարզ պարագայում էլ կասեր լավ, դա գրված է, բայց դա չի նշանակում, որ ես իրավունք չունեմ, որպես ժողովրդի կողմից լեգիտիմություն վայելող վարչապետ կատարելու մի բան, իրականացնելու այն ամենը, ինչը որ ինձ ժողովրդից ստացած մանդատի շնորհիվ վերապահված է, որպեսզի ես կարողանամ օրինակի համար հայ ազգային եկեղեցին փրկել այս հոգևորականներից, հոգևոր առաջնորդից եւ այլնից։ Այսինքն նորից մենք վերադառնում ենք այն կետին, որպիսի սահմանադրությունը գործի, անհրաժեշտ է, որպիսի դու ունենաս հավասարակշռված սահմանադրություն, բայց դա բավարար չի, որպիսի այդ սահմանադրությունը գործի։ Եթե մաթեմատիկական լեզվով ասենք անհրաժեշտ եւ բավարար պայմաններ, ապա բավարար պայմանը պետք է այն լինի, որ կա հասարակություն եւ հասարակական մեծամասնություն, որը իրավապաշտ է, որը օրինապաշտ է, որը պատրաստ է իր իրավունքների համար պայքարել, որը պատրաստ է իրավունքի խախտման պարագայում համատեղ գործողությունների դիմել եւ այլն։ Այսինքն այս երկուսը անհրաժեշտ են, որպեսզի սահմանադրությունը գործի։ Մենք հիմա նման իրավիճակում չենք։ Դուք ասացիք լեգիտիմություն, օրինակարգություն, հա, եկեք դրա մասին մի խոսենք։ Ենթադրենք տեղի են ունենում ընտրություններ, ինչ որ ԿՀ-ն ինչ որ արդյունքներ է հայտարարում, արդյոք մենք կարող ենք ասել, որ այդ իշխանությունը լեգիտիմ է, հաշվի առնելով, որ մինչև ընտրությունները ամիսների ընթացքում մարդիկ ձերբակալվել են, հետապնդվել են, քաղբանտարկյալներ կան եւ այլն։ Իհարկե չենք կարող ասել, որովհետեւ նման պարագայում խախտվում է ոչ միայն լեգալությունը, օրինականությունը, այլ նաև լեգիտիմությունը։ Լեգալությունը այն է, ինչ որ գրված է օրենքներում, սահմանադրությունում։ Լեգիտիմությունը այն է, որը վերաբերում է կոնկրետ կյանքում իրավունքի դրսևորումներին եւ դրանց չարաշահումներին։ Եթե ընտրությունները անց են կացվում նման մթնոլորտում, անդիմադիր գործիչներ հալածվում են, այսօր մենք ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ, մենք դեռևս չգիտենք, թե ընտրական process-ում, երբ որ մարտ-ապրիլ ամիսներին կսկսվի տեխնացուների գրանցման եւ կուսակցությունների գրանցման գործընթացը ինչ իրավիճակ է լինելու եւ եթե այդտեղ լինեն նույնպես լեգալության խախտումներ, անկախ հունիսին տեղի ունենալիք ընտրությունների արդյունքից մենք չենք կարող ասել, որ մենք ունեցել ենք լեգիտիմ ընտրություններ, որովհետեւ դրանք երկուսը իրար հետ փոխկապակցվածության մեջ են գտնվում եւ լեգիտիմության համար անհրաժեշտ է որպեսզի լեգալությունը պահպանված լինի։ Հետևաբար
շատ բան մենք դեռ չգիտենք այս տարվա ընտրությունների հետ կապված ինչ է մեզ սպասում, բայց ակնկալիք, որ այսօրվա իշխանությունները հանկարծ կդառնան օրինապաշտ, իրավապաշտ եւ ընտրական օրենսգրքի ու սահմանադրության բոլոր դրույթները կկատարեն այնպես, ինչպես գրված է մեր այսօրվա օրենսդրությունում, ես նման ակնկալիք չունեմ։ Ու այդ պայմաններում շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը լինի ակտիվ։ Եթե հասարակությունը չի դիմադրում, մենք տեսել ենք այս առնվազն 20 թվականից հետո իշխանությունը դառնում է ել ավելի անսանձ ու կարողանում է պարտադրել իր կամքը հանրությանը։ Եվ եւս մի իրավական քաղաքական տերմինի մասին ինքնիշխանություն։ Ինչպես չափել ինքնիշխանությունը, որովհետև հիմա ասվում է, որ մեր ինքնիշխանության աստիճանը բարձրացել է։ Այսինքն որն այն ջերմաչափը, որը այդ աստիճանը չափում է։ Ինքնիշխանությունը իրականում բավականին պարզ հասկացություն է առաջին հայացքից, որը ընդհանրապես սահմանում է, որ դու քո սեփական կամքով ես առաջնորդվում այս կամ այն որոշումները ընդունելիս։ Եթե խոսքը պետության ինքնիշխանության մասին է, ապա պետությունը իր ներքին սահմանադրական մեխանիզմների միջոցով է որոշում, թե որն է իր համար գերակա, որն է իր համար կարևոր խնդիր եւ ընդունում համապատասխան որոշումներ։ Բայց մենք բնականաբար աշխարհում կղզիացած չենք, մենք գոյատևում ենք, գոյություն ունենք բազմաթիվ այլ պետությունների հետ կողք կողքի կամ այս նույն մոլորակի վրա եւ հետեւաբար նրանց ազդեցությունը դու չես կարող ընդհանրապես արհամարել եւ մտածել, որ դու միայն քո ներքին մեխանիզմներով կարող ես առաջնորդվել։ Դրա համար սահմանադրությունը առաջին հոդվածում սահմանել է ինքնիշխանության սկզբունքը, հենց ամենաառաջինը Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան եւ հետո մնացածը ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է եւ միևնույն ժամանակ հաշվի առնելով աշխարհի իրողությունները 2015 թվականի բարեփոխված սահմանադրությունում նաեւ նախատեսել է, որ եթե դու որպես Հայաստանի Հանրապետություն ցանկանում ես մասնակցել որևէ մի վերպետական միջազգային կազմակերպության, հա, այդ ժամանակ դու բացի նորմալ սահմանադրաիրավական մեխանիզմներից, որոնք միջազգային պայմանագրերի դեպքում նախատեսում են Սահմանադրական դատարանի նախնական վերահսկողությունը ու հետո պարլամենտի կողմից վավերացումը, դու այդ կազմակերպությանը միավորվելու պարագայում պետք է հարցը դնես հանրաքվեի։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի կառավարությունը այսպես բարձր ձայնով խրոխտ ազդարարում է, որ մենք ուզում ենք դառնալ ԵՄ անդամ։ Եվ ասում է, դուք մատնանշեցիք, որ մենք ունենք հիմա ինքնիշխանության շատ բարձր մակարդակ։ Ենթադրաբար խոսքը գնում է նրա մասին, որ մենք Ռուսաստանից հիմա ավելի անկախ ենք, չէ՞։ Սա է իրենց ասածը եւ իրենց ամբողջ ռոպագանդան։ Հիմա եկեք հարց տանք։ Եթե մենք ԵՄ անդամ ենք, մեր ինքնիշխանությունը այդքան բարձրանալու է։ ԵՄ պետությունները նույն Վրաստանին ստիպում էին, որպեսզի ինքը մասնակցի Ուկրաինայի հետ պատերազմին, մտնի այդ սանկցիաների մեջ Ռուսաստանի դեմ գտնվող այդ փոքր պետությանը, որը որ էգզիստենցիալ կախվածության մեջ է իր մեծ հարևանից։ Մենք ավելի մեծ էգզիստենցիալ կախվածության մեջ ենք։ Հիմա եթե մենք ուսացույց է տալիս Փաշինյանի այդ ինքնիշխանության թեզի սնանկությունը, մի կողմից ասում ենք, որ մեր ինքնիշխանությունը բարձրացել է ու մեր ինքնիշխանությունը մեր համար կարմիր գիծ է, ու դրանից հետո ասում ենք, որ մեր նպատակը ԵՄ մտնելն է, այստեղ որևէ տրամաբանություն չկա։ ԵՄ մտնող պետությունները ըստ էության հրաժարվում են իրենց ինքնիշխանության բացարձակ մեծամասնությունից, որովհետև գրեթե հիմա ԵՄ-ում բնագավառներ չկան, որ տվյալ երկիրը ինքնիշխան է։ Լինի դա տնտեսական քաղաքականություն, ֆիսկալ քաղաքականություն, արտաքին քաղաքականություն եւ այլն։ Հիմա երբ որ Փաշինյանը ասում է, որ մենք ինքնիշխանության բարձր մակարդակի ենք հասել, դա մեր այսօրվա իրականության հետ որևէ կապ չունի։ Եկեք նայենք 2018 թվականից առաջ Հայաստանը, ինքը ինչքանով էր ինքնիշխան եւ հիմա ինչքանով է ինքնիշխան։ Ինքնիշխանությունը չափվում է տարբեր պարամետրերով։ Պարամետրերից մեկը անվտանգությունն է։ Երբ որ դու կարող ես քո անվտանգային քաղաքականությունը ձևավորել անկախ ու քո պետությունը, քո սահմանները անվտանգ վիճակում պահել։
Մենք ունենք այդ անվտանգությունը, բնականաբար չունենք։ Հայաստանը դարձել է պարտված պետություն, որը կատարում է ըստ էության Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները։ Փաշինյանը հասկացել է, որ նրանք ուժեղ են պարտությունից հետո եւ գնում է ամեն ձևով թուրքերին ու ադրբեջանցիներին խաղաղացնելու ճանապարհով։ Խաղաղացնելը այս առումով վատ տերմին է, որովհետև կիրառվել է դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, գիտեք, appeasement policy, երբ որ Հիտլերին խաղաղացնում էին Չեմբերլենն ու Դալադյան, Մյունխենյան գործարքից առաջ, հա։ Հիմա գնում է նա այդ ճանապարհով, այսինքն մենք մեր ինքնիշխանության բացարձակ մեծամասնությունը արդեն իսկ սկսել ենք զիջել այլ պետությունների։ Մենք չունենք մեր անվտանգության ներքին ուրեմն մեխանիզմները եւ դրա նաեւ վառապացույցը Փաշինյանի այն թեզն է, որ ժողովուրդ զգուշ եղեք, եթե ընդդիմությունը եկավ իշխանության, պատերազմ է լինելու, խաղաղություն չի լինելու։ Հարց է առաջանում. եթե Թուրքիան ու Ադրբեջանը իսկապես ասում են, որ Հայաստանի հետ կա խաղաղություն, իրանք ինչի՞ չպետք է ընդդիմության կողմից ղեկավարվող Հայաստանի հետ էլ խաղաղականություն վարեն։ Շատ պարզ պատճառով, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանը տեսնում են, որ Փաշինյանը կատարում է այն ինչ որ իրենք են ցանկանում եւ այդ պարագայում իրենք կարող են նաեւ պատերազմ չանել, որովհետև իրենք իրենց նպատակներին կարող են ոչ պատերազմական մեթոդներով հասնել։ Իսկ ընդդիմության պարագայում բնականաբար իրենք տեսնում են, որ Հայաստանում կա հանրության բավականին մեծ զանգված եւ ընդդիմություն, որը չի ուզում հաշտվել այսօրվա իրավիճակի հետ։ Ինչը մյուս կողմից չի նշանակում, որ այդ զանգվածը պատերազմ է ուզում։ Ցանկացած ողջամիտ մարդ պատերազմ չի ցանկանում։ Խաղաղություն է ցանկանում, բայց խաղաղությունը ամեն գնով, որը որ իրականացնում է Փաշինյանը, դա խաղաղություն չի կարող բերել, որտեղ խաղաղություն են անում այն պետության հետ, որի հետ կա ինչ-որ ուժերի բալանս։ Այդ ուժերի բալանսը այսօր չկա, Փաշինյանը ընտրել է շատ պարզ քաղաքականություն։ Հնազանդվել, որպիսի ինքը մնա իր աթոռին։ Մնացած ամեն ինչը իր համար կարևոր չէ։ Հետևաբար ինքնիշխանության մասին այստեղ խոսելը պարզապես ավելորդ է։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրով։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ,